Հեծը ազգայնացնելու մասին վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո գործի անցավ ռուսական քարոզչամեքենան, որին սկսեցին ձայնակցել նրանց այստեղի քարոզիչները, իդեմս դաշնակցականների եւ ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի։ Դաշնակներն արդեն վաղուց գտել են ազգային ողբերգությունների վրա փող աշխատելու ձևը, երբ տեսնում են ցանկացած լավ գործ, միանգամից սկսում են ձեռքերը ծնկներին խփել եւ իրենց օրինաց կեղծիքները տարածել, թե իբր ամեն ինչի հետևում կանգնած են թուրքերը։ Սակայն իրականում նման ողբասացությամբ դաշնակները փորձում են օգտագործել մարդկանց հուզականությունը եւ ցեխոտել բոլորային գործերը, որոնք միտված են պետության ամրացմանը, որովհետեւ ամուր պետություն եւ դաշնակցություն հասկացությունները ծայրահեղ հակասական բաներ են։ Գրեթե նույն ձևով փող է աշխատում համայն հայության գլխավոր ժուրնալիստը Սաթիկ Սեյրանյանը։ Հենց նա է տարածել կեղծ տեղեկությունը, թե իբր Հայաստանի իշխանությունները զավթում են հեծը, որպեսզի Խաչատուր Սուքիասյանի միջնորդությամբ փոխանցեն այն թուրքերին։ Այս տեղեկությունը անմիջապես հերկվեց պատկան մարմինների կողմից։ Իդեպ թուրքերի հետ գործարք կնքելու հեքիաթը առաջինը սկսել են պատմել ռուսական քարոզիչները, որոնք այս օրերին զբաղված են Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ, իսկ իրականում փորձում են պաշտպանել Հայաստանի ռազմավարական ոլորտի իրենց բաժին Թալանը։ Բնականաբար, որտեղ Թալանի պաշտպանություն կա, այնտեղ ակտիվանում են վարձու գրչակները, ընդհանրապես փողով սուտ ու կեղծիք գրելն ու տարածելը որոշ գրչակների համար դարձել է ապրուստի միջոց։ Նրանք թքած ունենալով պետության անվտանգության եւ պետության իմիջի վրա հանուն իրենց 2 կոպեկի գնում են ցանկացած ստորքայելի եւ տեղեկատվական դաշտը լցնում են մեդիա աղբով, սուտ ու կեղծ լուրերով։ Երևի ժամանակն է, որ այս խնդրով զբաղվեն անվտանգության մարմինները, որպեսզի ոմանք հասկանան, որ չի կարելի պետության անվտանգությանը սպառնացող սուտ լուրեր տարածել, հետո գնալ տուն, նստել բազմոցին ու կյանքը վայելել, թքած ունենալով բոլոր տեսակի արժեհամակարգերի վրա։